Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը տարածաշրջանում տևական կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար։ Թեհրանում ընդունելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ իրանական ինքնագործակալության Արաղչին ընդգծել է, Թեհրանը ոչ մի ջանք եւ օգնություն չի խնայի փաստաթղթի ստորագրման համար։ Չնայած խաղաղության պայմանագիրը ստորագրելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին երկու երկրների ղեկավարների նախօրեին կայացած կարճ հանդիպումից հետո առաջընթացի վերաբերյալ որևէ հայտարարություն չհնչեց։ Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը կրկնեց խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանները։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տասնյակ տարիներ աշխատած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Ադրբեջանի ազգային անվտանգության նկատմամբ ուղիղ վտանգներ պարունակող Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխությունները խաղաղության հաստատման առանցքային պայման են, ինչը պահանջելը Ադրբեջանի օրինական իրավունքն է։ Այս հայտարարության հեղինակը Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն է։ Ի պատասխան Բաքվի շարունակական պնդումներին Երևանը բազմիցս ընդգծել է, խաղաղության պայմանագրի ստորագրումն ապա վավերացումը կփարատի սահմանադրության առնչությամբ Ադրբեջանի մտահոգությունը։ Երևանի հավաստիացումները, սակայն Ադրբեջանին չեն համոզում։ Դա ցույց է տալիս, որ այդ բոլոր հայտարարությունները, որ կարելի է լավ լուրեր ասել, անհիմն են, այսինքն Բաքուն շարունակում է պնդել սահմանադրության փոփոխության վրա։ Մինչ երկու երկրների առաջնորդները Տիրանայում նախ ոտքի վրա, ապա նստած զրուցում էին, Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը նույն գրության մեջ նաև Հայաստանի զինանշանին էր անդրադառնում։ Բաքուն դրանում եւս տարածքային պահանջ է տեսնում։ Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այդուհանդերձ չի կարծում, թե զինանշանի հարցը կարող է հերթական նախապայմանը դառնալ։ Կարծում եմ զինանշանի վերաբերյալ մեկնաբանությունը իմիջիայլոց էր արված, որպեսզի ցույց տրվի, որ Հայաստանը ինչ որ տարածքային պահանջներ ունի հարևանների նկատմամբ, չեմ կարծում, թե այս փուլում Ադրբեջանը դա որպես լուրջ նախապայման է դնելու Հայաստանի առջև։ Պնդելով, թե դա սեփական նախաձեռնությունն է, Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն մշակելու գործընթաց են սկսել եւ այժմ աշխատում են տեքստի վրա։ Դատելով մինչ այս արված հայտարարություններից այն հաջորդ տարի նոր պատրաստ կլինի։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քիչ հավանական է համարում, որ փաստաթուղթը մինչ այդ կստորագրվի։ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունից հետո ակնհայտ է, որ այդ մինիմալ դեդլայնը, որը պետք է ունենալ 26 թվականն է, բայց միգուցե նաև 27 թվականը։ Մինչ այդ ես չեմ պատկերացնում, թե կողմերը ինչպես են կարող ներդեցնել իրենց դիրքորոշումները, այսինքն Հայաստանը ցանկության դեպքում էլ չի կարող ավելի արագ կատարել այդ փոփոխությունները, ուստի կարծում եմ այո, մինչև 26 թվականը դժվար է ակնկալել ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ Փաշինյան-Ալիև զրույցից հետո երեկ Երևանը հաղորդեց, քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարեւորել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Հստակ պայմանավորվածությունների մասին, սակայն, խոսք չկար։ Ադրբեջանական կողմը հանդիպման վերաբերյալ առանձին պաշտոնական գրություն չի տարածել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի մասին վկայում է միայն նախագահ Ալիևի սոցցանցերի էջերում տեղադրված մի կարճ հոլովակ, որտեղ տարբեր առաջնորդների հետ ունեցած հանդիպումներից դրվագներ են։ Փաշինյանի եւ Ալիևի հանդիպումը դժվար է բանակցություններ անվանել, ինչպես տեսանք շատ ոչ ֆորմալ մթնոլորտում անցող ինչ-որ շփումներ էին, որոնք դժվար թե կարող են ինչ-որ արդյունքներ տալ եւ իհարկե ավելի լուրջ հանդիպում չի կազմակերպել։ Գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Ինչ առ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորությունների հնարավորության մասին այս ամիս արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր խոսել, առանց լրացուցիչ մանրամասների։ Ավելի ուշ իշխող քաղաքացիական պայմանագրից չէին հերքել։ Դրա հիմքում ոչ թե Բաքվի դիրքորոշումների փոփոխությունն է, այլ Երևանի տրամադրվածությունը։